Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց թողարկի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, այսօր իմ զրուցակիցն է Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության նորընտիր քարտուղար Վոլոդիա Հակոբյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Հակոբյան, արդեն այսօր, եթե չեմ սխալվում, արդեն 4-րդ օրն է, ինչ խորհրդարանը 9-րդ գումարման 5-րդ օրը։ 5-րդ օրն է, հա, արդեն որ շատ արդեն խառնում է, 4-րդ, 5-րդ, Կիրակին չէի հաշվել։ 5-րդ օրն է աշխատանքները ընթանում են, այն մեր դասական նախկին քաղաքապետի ասած դրայվ չկա, չեք ծեծում իրար, չեք հայհոյում։ Անհետաքրքիր է անցնում։ Հա, անհետաքրքիր է անցնում այդ իմաստով, չնայած երեկ խախտվեց մի քիչ, պարոն Չախոյանը չտես Գյորմամի շեն կողմից հորդ ի պատասխան եւ այլն։ Հիմա այս իրավիճակը, որտեղ շատերն էին կանխատեսում, որ առաջին օրվանից կռիվ է լինելու։ Հիմա սա ձեր որոշումն է նկատի ունեմ քաղաքացիական պայմանագրի կոնսենսուսային որոշում են դիմության հետ նստել պայմանավորվել եք, որ իրար չեք հայոյում, չեք խփում, շիշ չեք գցում իրար վրա, ինչ է եղել։ Նախ պարոն Սարդարյան, ուզում եմ անդրադառնալ վերջին միջադեպին, որին դուք հղում արեցիք Գյորմամիշի պահով, ուզում եմ մի քիչ ավելի հստակեցնել, որ պարոն Չախոյանը ուղղակի մեջբերում էր պարոն Սամվել Կարապետյանի բառերը, որոնք հնչել էին իր ճեպազրույցի ժամանակ եւ ընդհանրապես պարոն Չախոյանը մեջբերել էր դա եւ բնականորեն մեր ընդդիմադիր գործընկերներին դա դուրս չեկավ եւ հետագային չեմ ուզում նկարագրել ինչ տեղի ունեցավ, բայց ամենտեղ կարողացանք խուսափել ավելի տգեղ հետևանքներից։ Ինչ վերաբերում բախում չեղավ։ Այո, բախում չեղավ։ Նույնիսկ հայոյանքների չհասավ, կարողացանք որպես Հայաստանի պայմանավորվել քաղաքացի շնորհակալ։ Ես էլ եմ շնորհակալ։ Պարոն Սարդարյան, հասկանալի է ձեր դիրքորոշումը, որպես նախկին լրագրող հասկանում եմ։ Ինչ վերաբերում է կոնսենսուսին, այդ կոնսենսուսը ձևավորվել է հենց ուղիղ եթերում, եթե այդպես կարելի է կոնսենսուս դա անվանել, այն իմաստով, որ մենք թիմով որոշում ենք կայացրել, որ պետք է հնարավորինս շանս տանք այս ազգային ժողովին, փորձենք դիսկուսի մակարդակը բարձրացնել եւ բովանդակային քննարկումներ ունենալ, թեկուզ երբեմն չկարողանալով զերծ մնալ այդ նախկին ներկա խոսույթից, որովհետև դա իրոք անհնարել է, ի վերջո քաղաքական հետագիծը չես կարող մոռանալ ամեն ինչ զրոյացնել եւ սկսեք եկեք ամեն ինչ մոռանանք, սկսենք զրոյից։ Բայց ընդդիմության հետ կոնսենսուսը, եթե կարելի է այդպես ասել, տեղի ունեցել ուղիղ եթերում մենք առաջարկեցինք իմ դիտակմամբ, իմ անձնական կարծիքով, չգիտեմ կողքից ինչպեսի տպավորություն է թողել, ձեր կարծիքն հետաքրքիր կլինի, իմ կարծիքով ուժեղ Հայաստանը մեծ հաշվով դեռ կոնե ընդունել է մեր առաջարկը, մեր մեկնաձեռքը սեղմել է եւ փորձում ենք այդ մթնոլորտը ստեղծել ու աշխատել դրա շուրջ, ինչը չէի կարող ասել Հայաստան խմբակցության մասով, ես նկատում եմ, որ իրենք տարբեր բառերով, տարբեր կերպ գալիս են ու փորձում են մեզ ասել, որ իրենք համաձայն չեն այդ մթնոլորտի հետ, այդ պայմանավորվածության հետ։ Փորձի ուժով է երևի նախկին 5 տարվա։ Պատճառների մասին կարանք քննարկենք, իմ կարծիքով իրենց քաղաքականապես դա ձեռք չի տալիս, որովհետև իրենք դրան այդպես ավելի լուսանցք կմղվեն, եթե կոնստրուկտիվ քննարկում եք գնում, ակնհայտորեն մենք այդտեղ ավելի հաղթող ենք դուրս գալիս, եթե ուժեղ Հայաստանը կարծում է, որ իր մանդատների քանակով, լսելիության առումով կկարողանա այդ դաշտում կոնե մրցակցել, ապա Հայաստան խմբակցությունը հավանաբար գնահատում է, որ ավելի սուր դիսկուրսի պարագայում ավելի շահող իրավիճակում կարող հայտնվել կամ կոնե տեսանելի, հա, Ես մի քիչ այդ տեսակետին համաձայն չեմ, չնայած այստեղ ես չի որ պիտի տեսակետներ հայտնեմ, որովհետև վերջին 5 տարին ցույց տվեցին, որ ըստ էության այդ սուր բախումային մթնոլորտ ստեղծել, ըստ էության նույն Հայաստան դաշինքը քոքից մաշեց, այսինքն երկրորդ խմբակցությունից, այո, քանակով նկատի ունեմ, ինքը վերածվեց խմբակցության, որը երրորդ։ Հենց դրա համար ես չասացի, որ դա այդպես է, կարծում եմ, որ իրենք են դա այդպես գնահատում, որ եթե այդպես չանեն, ապա լուսանց կմղվեն, որովհետև իրենց գնահատականները երբ տալիս են, ասում են, որ ճիշտ է մենք մաշվել ենք, բայց ձեզ էլ ենք մաշեցրել ու իրենց նախորդ գործունեությունը դրական են գնահատում։ Հիմա վիճահարույց այսպես թեմաներից մեկը նաև քանի որ խմբակցության քարտուղարն եք ըստ էության Տիկին Պարուսյակ Մանավազյանից հետո երկրորդ պատասխանատուն եք, հա, խմբակցության
խմբակցության ղեկավարի մասին ասացի նոր, ով չգիտի։ Տեսեք, մեծ դիսկուրս եղավ, ընդ որում արտախորհրդարանական դիսկուրսի մասին, ես չգիտեմ հետևել եք թե չէ, Հայկ Կոնջորյանին ազգային ժողովի փոխնախագահ ընտրելու հետ կապված, որովհետև լավ, եթե հայ-փոստի թեման դնենք մի կողմ, այնտեղ քիչ շատ ըստ ինձ նորմալ դրամաբանված բարձաբանում տրվեց, բայց պարոն Կոնջորյանի եղբոր բարագայում է տեղած դիպվածը, ըստեյության դուք որպես կանոն մեջբերում եք կամ հղում եք անում եվրոպական երկրներին, եվրոպական երկրների բարագայում պարոն Կոնջորյանը փոխնախագահ հաստատ չէր ընտրվի։ Ինչու ինքը մնաց թեկնածու։ Ես չեմ ուզի կապենք Հայկ Կոնջոյանի եղբոր դրվագը Հայկ Կոնջոյանի անձի կամ իր պաշտոնի հետ, ինչու, որովհետև նախորդ դրվագով, առաջին դրվագով կա հարուցված քրեական գործ եւ երկու կողմն էլ մեր թիմակիցներն են ըստ էության, երկուսն էլ ԿՊԱ-ական են ու իրավական գործընթացը տեղի ունենում եւ Հայկ Կոնջոյանին բերել կապել այդ դրվագի հետ նմանավանդ որ ինքը հստակ արձանագրել է հաստատել է որ որևէ առնչություն չունի, ավելին այդ մասին խոսել է նաև ընդդիմությունը եւ փորձում էր այդպիսով սևացնել Հայկ Կոնջյանին, բայց իրենց բարերով ասում էին, որ ժամանակին իբր դիմել են Հայկ Կոնջյան, ասել որ ես կապ չունեմ, դուք գնացեք, երկու կուսակցական եք, երկու ընկեր եք, երկու հարաբերություններ ունեք երկուսով նախկին գործընկերներ եք, այո, կարող եք գնալ ձեր հարաբերությունները իրար մեջ պարզել եւ ինձ չխառնել, այսինքն հովանավորչություն Հայկ Կոնջոյանի կողմից, չգիտեմ, խրախուսում իր եղբոր արարքներին կամ չարակներին չի եղել ու ես նաև չեմ ուզում մտնել այդ մանրամասների մեջ, որովհետև ինչպես նշեցի, երկու կուսակցականների խնդիր է եղել եւ ես չեմ կարող ասել որ մեկն էլ ճիշտ, որովհետև ինչպես նշեցի, նաև իրավական գործընթաց է տեղի ունենում։ Լավ, վերադառնանք ընդդիմության հետ հարաբերություններին, ընդդիմության հետ գործակցելու եզրեր տեսնում եք, օրինակ, տեսեք, նախորդ խորհրդարանում 8-րդ գումարման ձեր գործընկերները երբ էստեղ են իրում, ես այդ հարցը տալիս եմ, ասում են ընդդիմության հետ գործակցության եզրեր տեսնում եք, իրենք ասում են այլևս ոչ, այսինքն այն ժամանակ արդեն ինչ-որ գծեր կային կարմիր, ձեր մեջ գծված, որոնք արդեն վաղուց հատվել են եւ ասում են, չէ, մենք այս մարդկանց հետ ընդհանուր ոչինչ չունենք, ոչ ասելու, ոչ անցնելու եւ այլն, մենք մեզով իրենք իրենցով ձգենք մինչև այս գումարումը ավարտվի, տեսնենք հաջորդին ինչ է լինելու։ Հիմա 9-րդ գումարման ընթացքում դուք տեսնում եք եզրեր ընդդիմության այդ գործակցության։ Հակառակ դեպքում մենք այդ առաջարկը կոնստրուկտիվ աշխատանքի իրենց մեկնված ձեռք հետ քաղաքակիրթ երկխոսության չէր լինի։ Կարծում եմ մենք պետք է վեր կանգնենք մեր անձնական ամբիցիաներից, մեր անձնական սիմպաթիաներից ու մոտեցումներից ու շանս տանք այս խորհրդարանին փորձել աշխատել իշա Հայաստանի Հանրապետության։ Ես հասկանում եմ, որ մենք տարբեր ենք տեսնում այդ շահերը, երկու ֆրակցիաները եւ իշխանական ֆրակցիան, բայց պետք է փորձենք։ Ուրիշ բան, որ հաստատ կլինեն այնպիսի իրավիճակներ, երբ մենք կբոյկոտենք իրենց առաջարկները, իրենք կբոյկոտեն մեր առաջարկները եւ ակնհայտ դարձավ, որ իրենք մեր տեխնացուներին չընտրեցին, բայց այդ առաջարկն արված է ու բազմաթիվ մարտահրավերներ կան Հայաստանի առջև, ընդ որում նաեւ հնարավորություններ, որոնց դիրքավորմանը, այսինքն որոնց նկատմամբ դիրքավորումը պարզ կդարձնի ավելի թե ինչպիսի տրամադրվածություն ունի ընդդիմությունը։ Տեսեք, նախ որ կոնսենսուս կա, որ դուք իրար չեք վիրավորում, ըստ էության դա կոնսենսուս չի, դա իմ որպես Հայաստանի Հանրապետության ընտրողի պահանջն է, այսինքն այնպես չի, որ դուք իրար լավություն եք անում, դուք ըստ էության իրականացնում եք մեր մանդատը, այդ թվում նաև իմ։ Բայց ես այստեղ մի քիչ կվիճեի։ Որտեվ չէ, ես որտեվ մարդրեցելու մանդատ չեմ։ Հա, բայց մի քիչ կվիճեի այստեղ։ Ես նախորդ օրը ելույթ ունեցա այդ մասին անդրադարձա։ Օրինակ, այս քանի օրերի ընթացքում շնորհավորանքներ եմ ստանում պատգամավոր ընտրվելու եւ մեր թիմի հաղթանակի կապակցությամբ մարդիկ ասում են այդ ի՞նչ բարեկրթության քաղաքավարի դիսկուրսի մասին առաջարկ եք հնչեցնում, ում եք հնչեցնում այդ առաջարկը ընտրակեղծարարների, ընտրակեղծիկ ընտրակաշարք բաժանողներին
երրորդ երկրի ուղակված հանձնարարությամբ ուղակված մարդկանց ու ուժերին, այդ ինչի մասին եք խոսում։ Այդ մենք ենք ձեզ խանգարում, որ հիմա գնացեք բարեկիրթ պարոն տիկին եք խոսում։ Ու ես մտածում եմ կարող է մարդկանց մոտ իրոք տպավորություն ստեղծվի, որ մենք հետ ենք կանգնել մեր նախընտրական ծրագրից, մեր նախընտրական խոստումներից, բայց հետո կարծում եմ այլ մեկնաբանություններ, այլ նամակներ, նորից ծանոթ մարդկանցից, որ ձեր ասածն են ասում, որ շնորհակալ ենք այդ առաջարկի համար, հուսով ենք, որ այս ազգային ժողով, այս գումարումը չի գլովի եւ չի հասնի նախորդի մակարդակին դավաճան, թալանչի, ռուսի շպիոն, թուրքի շպիոն, այդ մակարդակի չի իջնի։ Ուզում եմ ասել, հասարակությունը բաժանված է ոչ միայն իշխանամետ ու ընդդիմադիր, այլ նաեւ այդ իշխանամետ քվե տվող մարդկանց մեջ էլ կան տարբեր կարծիքներ ունեցողները, որ էսում եք ուզում բարեկիրթ լինել կամ էսի ցանկացած քաղաքական ուժ ունի կողմնակիցներ, որոնց մի մասը ռադիկալ են, կարծում ունի, բայց ես առաջարկել եմ մեր քաղաքացիներին, հատկապես առաջին խումբ քաղաքացիներին, որոնք քննադատում են մեզ, թե էսում եք ուզում բարեկրթություն խաղալ, ես մեր քաղաքացիներին առաջարկել եմ, որ այլ տարբերակ փորձենք, որովհետեւ մենք նախորդ փորձը ունենք ու տեսել ենք, թե ինչ արդյունքներ ենք ստացել եւ ստացել ենք այսօրվա անդիմությանը, որից իրենք դժգոհ են ծայրահեղ կերպով։ Հիմա կարող է նույն բանը անենք եւ այլ արդյունք ստանանք, չեմ կարծում, եւ առաջարկել ենք, որ եկեք ուրիշ կերպ փորձենք, միգուցե հնարավորություն ստեղծվի քաղաքական դաշտը առողջացնել ու ավելի դրական արդյունքներ ստանալ, ու մյուս խորհրդարանը որակապես ավելի լավը լինի, քան սա է։ Տեսեք, այստեղ նաև խնդիրներից մեկը հետևյալն է, շատերը փորձագետներից եւ ոչ միայն, նաև քաղաքական դաշտի ներկայացուցիչներից ասում են, որ այս խորհրդարանը էլի ապաքաղաքական է, ինչպես նախորդը, ավելի ապաքաղաքական ես կասեի։ Ապաքաղաքական է ինչու, որովհետեւ ըստ էության դուք ունեք մեծամասնություն, հա, սահմանադրական չէ, սահմանադրությունը չեք կարող խորհրդարանով անցկացնել գոնե այս իրավիճակում, բայց մնացած բոլոր դեպքերում դուք ունեք անհրաժեշտ քանակությամբ ձայներ, ձեզ խորապես կարող է չհետաքրքրել ընդդիմությունը, ինչ դիրքորոշում ունի, ինչ կարծիք ունի, դեմ է, կողմ է, չգիտեմ, աչե թե ձախ է։ Եթե տենց լիներ, որևէ մեծամասնություն ունեցող երկրում խորհրդարանի տերը անիմաստ կլիներ, բայց ինչն է խորհրդարանի տերերից մեկը, ոչ միայն քվեարկել այդ օրենքը ընդունելը, որը բերվել է, այլ նաև պատրաստվում ես դու հաջորդ ընտրություններին, ի վերջո դու չես կարող, եթե ընդդիմությունը կոնստրուկտիվ աշխատում է, լավ ծրագրեր, լավ նախագծեր, լավ օրենքներ է բերում, դու դեմ քվեարկես, ընդհանրապես ներողություն թքած ունենալով առաջարկների ու բովանդակության վրա եւ ասես ես մեծամասնություն ունեմ, ինչ ուզեմ կանեմ, չեմ էլ լսի քեզ։ Ուզում ես լավ ծրագիր բեր, ուզում ես լավ նախագիծ բեր, ուզում ես վատ։ Հետեւաբար, եթե ընդդիմությունը տրամադրված է լավ աշխատել ու բովանդակային քննարկումների մեջ մտնել, բովանդակային նախագծեր բերել, օրենքներ բերել, իշխանությունը ինչքան է մեծամասնություն ունենա, չի կարող ասի կներեք, ես անտեսում եմ ձեր ձայնը։ Հետեւաբար, ընդդիմության տերը միևնույն է շարունակում է մնալ շատ կարևոր ու մեծ։ Պետության համար բնականաբար ընդդիմության դերը մեծ եղել է եւ կա եւ իշխանության համար էլ է էլեկտորալ իմաստով իշխանության համար էլ է կարևոր, բայց հիմա քանի որ ընդդիմությունը այդ թեմաները ես չգիտեմ ինչու չի խոսում, որ թեմաները, այն ինչ որ հիմա ես փորձում եմ այդ գեներացնել թեման նկատի ունեմ։ Հիմա տեսեք, նորմալ քաղաքակիրթ երկրներում շատ հազվադեպ է լինում, որ քաղաքական որևէ ուժ որակյալ մեծամասնություն է ստանում խորհրդարանում, հիմնականում դա ստացվում է կոալիցիաների շնորհիվ։ Հետևաբար այնտեղ շատ կարևոր են, հա, այդ ով ինչ դիրքորոշում ունի եւ այլն եւ այլն։ Մեր մոտ սահմանադրական նորմը շարունակում է գործել, որ պետք է լինի մեծամասնություն եւ պետք է լինի երկրորդ կամ երրորդ լավագույն դեպքում, այսինքն լավագույն չէ, առնվազն երրորդ, առնվազն երրորդ ուժ, բայց երաշխավորված մեծամասնությունը դա սահմանադրական նորմ է, այսինքն երաշխավորված մեծամասնությունը կազմում է խորհրդարանի, այսինքն մեծամասնություն, կառավարություն եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն էլի եկանք այնտեղ, որ քանի դեռ սահմանադրական այդ նորմը գործում է, մեր մոտ խորհրդարանական հանրապետությունն ասած է ձևական, միֆական ինչ-որ մի բան է։ Նկատի ունեք օրենքի բանով, որ գործում է։ Մենք պետք է նաև հաշվի առնենք մեր քաղաքական իրավիճակը, նախ նկատենք, որ երբևէ այդ օրենքը չի կիրառվել, չնայած կա սահմանադրությամբ, բայց երբևէ ընտրական օրենսգրքով, բայց երբևէ չի կիրառվել, այսինքն եղած իշխանություն դարձած ուժը միշտ իրենով կարողացել է այդ քվեները ստանալ։ Դա սահմանադրությամբ առաջիկա սահմանադրությամբ, որը հիմա հեղինակվում է,
Չգիտեմ ինչ որոշում կկայացվի, ես ինչքան գիտեմ ինչ որ միջին որոշում է կայացվելու, ոչ ամբողջապես հանել, բայց ոչ էլ այս տեսքով թողնել։ Հա, ոչ էլ այս տեսքով թողնել, բայց որովհետև իրավիճակներ կարող են լինել, որոնք կարող են ճգնաժամերի առաջացնել, հաշվի առնելով մեր իրականությունը, չպետք է մենք նայենք Եվրոպայում ինչպես է, բռնենք առանց որևէ տեղայնացնելու, ուղղակի բերենք ու կիրառենք մեր մոտ, պետք է մեր նյուանսները հաշվի առնենք, որպեսզի ավելի լուրջ խնդիրների առաջ կանգնենք, որովհետև պետք է խոստովանենք, որ մեր քաղաքական համակարգերը եւ կուսակցական համակարգերը այնքան կայացած չեն, ինչքան Եվրոպայում կամ դեմոկրատական տարիներով դեմոկրատական հանրապետություններ կամ պետություններ ունեցող երկրներում, այնպես որ այդ նյուանսները պետք է հաշվի առնել։ Արտախորհրդարանական ուժերի հետ գործակցության ինչ-որ ռազմավարություն կա, թե չէ։ Ես ինչի եմ այս հարցը տալիս, որովհետև նախորդ 5 տարվա ընթացքում ես ինքս էլ ականատես եմ եղել, հա, խորհրդարանական լսումներ հրավիրվում էին եւ այլն, ինչ որ ելույթներ էին ունենում։ Վարչապետի մոտ էին գալիս արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները։ Հա, էդ էլ եմ հիշում, հատկապես ուրախացնում էր պարոն Արզականյանը այդ հանդիպումների ժամանակ։ Չեմ եղել, չգիտեմ։ Չէ, ինքը այստեղ է եղել, դրա համար եմ ասում ուրախացնում էր։ Տեսեք, արտախորհրդարանական ուժերը նաև ինչ են ասում են, մենք ունենք մի շարք կառուցողական առաջարկներ, որոնք քաղաքական մեծամասնությունը ուղղակի հաշվի չի առնում, իրենց մեջ նստում որոշում են, հա լսումներ են անում, որոնց հետևանքներից մեկը նաև պարոն Էդգար Ղազարյանի են հայտնի ելույթներ, որի մասին ես 2, պես խորհրդարանական էր, չէ։ 2-3 այդպես ելույթ էին ունենում, գնում էին, հետո վերջում ոչ մի բան չէր լինում։ Հիմա ինչ որ կա ինչ որ տրամաբանական շղթա, ոնց կարելի է արտախորհրդարանական ուժերի հետ աշխատել, մանավանդ որ այդ մարդիկ ասում են մենք շատ լավ առաջարկներ ունենք, հատկապես այս ճգնաժամային իրավիճակների։ Բայց ինչու է ճգնաժամային իրավիճակը։ Դե գիտեք ինչ կա, երբ ռազմավարական դաշնակցի հետ կիսաթշնամական հարաբերություններ են գրեթե, այդ այնքան էլ բնականon իրավիճակ չի։ Ես կարծում եմ կհարթվի այդ իրավիճակի վերջո, բայց անդրադառնալով արտախորհրդարանական ուժերի հետ գործակցությանը, ես կարծում եմ դրա լավագույն օրինակներից մեկը նախորդ գումարման ազգային ժողովում դա եղել է Եվրոքվե նախաձեռնությունը, որը արտախորհրդարանական Եվրոպամետ ուժերը բերեցին ու խորհրդարանը դրական եզրակացությամբ տվեց, օրենքը ընդունեց, ի վերջո այն ուժի մեջ մտավ։ Կարծում եմ, եթե այդպիսի նախաձեռնություններ, չեմ ասում միայն ստորագրահավաք, բայց այնպիսի նախաձեռնությունները, որոնք խորհրդարանական իշխող, ես մեր անունից կարող եմ խոսել, կառավարող ուժին, եթե դա խելքին մոտ թվա, հասկանա, որ ինչու ոչ, մենք բաց ենք այդպիսի քննարկումների, այդպիսի նախագծերի համար։ Հիմա եթե վերադառնանք ընդդիմության հետ հարաբերություններին, տեսեք, ոչինչ չի մոռացվում, ոչ ոք չի մոռացվում տրամաբանությունը քաղաքականության մեջ էլ է աշխատում ամբողջ նախընտրական շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն ժամանակ քաղաքացիական պայմանագիր խմբակցության վարչապետի տեխնացու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անդադ մեղադրանքներ էին հնչում, որ իրենք ձեր ասած երկրորդ երկրի գործակալական ցանցի ներկայացուցիչներ են եւ այլն, հիմա այդ ցանցի ներկայացուցիչները արդեն խորհրդարանում են եւ ինչ։ Հիմա այս ամենը ասվել է, ձեզ ասել են այն մի երկրորդ երկրի ներկայացուցիչներ եք։ Հիմա այս ամեն ինչի ֆոնին լավ, ես ուզում եմ հասկանալ ինչպես եք աշխատելու իրար հետ լավ։ Պետք է նկատենք, որ մենք հետ չենք կանգնում մեր ասած խոսքերից, այնպես չի, որ մենք նախընտրական շրջանում ասացինք բաներ, որոնք ասեն, «Ադե լավ, նախընտրական բաներ, ուղղակի խոսույթեր գեներացրեցինք, հիմա տենց չենք մտածում, եկել ենք տենց սիրուն պուպուշ աշխատենք գնանք»։ Չէ, եւ վստահաբար այդ նույն տրամադրվածությունը ունի նաեւ ընդդիմությունը։ Բայց ինչքանով դա կնպաստի կամ կօգնի Հայաստանի կամ կօգնի այդ ուժերին հեռացնելուն, մաքրելուն կամ այն խոստումների, որոնք մենք տվել ենք, եթե այդ խոսույթը մենք շարունակենք բերել նաև խորհրդարան։ Կարծում եմ ոչ մի լավ տեղ մեզ չի տանի։ Դրա համար մենք փորձում ենք խորհրդարանում այդ խոսույթը չգեներացնել, բայց այնպես չի, որ մեր կարծիքը, մեր դիրքորոշումը, մեր համոզմունքները, մեր ունեցած փաստերը գուցե կամ բոլորիս տեսած փաստերը հերկվել են կամ հետ են կանգնել դրանցից։ Մեկը օրինակ Սամվել Կարապետյանի կենսագրության մեջ այդ
FSB-ի ինֆորմացիոն աշխատակից լինելու մասին ինչքան էլ որ ընդդիմությունը փորձում է հերքել, բայց մենք դա փաստաթղթավորված էր, որը Ռուսաստանը անմիջապես փոխեց ուղղեց իբր, այսինքն դա նաև փաստաթղթավորված մենք ապացույցներով ենք խոսել, այնպես չի որ հորինել ենք։ Հետևաբար մենք հետել չենք կանգնում, բայց առաջարկում ենք խորհրդարան չբերել այդ խոսույթը հասկանալու համար, թե մեխանիզմները ինչպես գործեն, ինչպես կարողանանք մենք, բայց նաև քաղաքական իհարկե խոսույթով, քաղաքական գործիքակազմը կիրառելով պետք է այո ազատվենք այս ընդդիմությունից ու ես դրան եմ ասում, որ մենք հույս պետք է ունենանք նաև, որ հաջորդ խորհրդարանը ավելի լավը կլինի, ավելի հայաստանակենտրոն կլինի ու ձեր ասած երկրորդ երկրների կողմից ներդրված կամ ուղղորդված մարդիկ չեն լինի։ Հիմա տեսեք, մտավախություն կա, օրինակ այստեղ վերջին մի քանի օրվա ընթացքում իմ հյուրերից մի քանիսը առնվազն այդ մտավախությունը հայտնեցին, որ այդ ձեր ասած ուժերը իրենք հիմա սպասողական վիճակում են, սպասում են ինչ հրահանգ կլինի, գիտենք որտեղից կամ չգիտենք որտեղից կլինի այդ հրահանգը կամ երբ կլինի այդ հրահանգը, բայց հրահանգը լինելու է մոտավորապես ինչ պետք է անել 3, ոչ թե վաղը, այլ 3 Ինչպես միշտ։ Հա, ինչպես միշտ։ Հիմա վտանգը այնտեղ է, որ Ռուսաստանի կողմից տնտեսական այդ միջոցները, որ կիրառվում են Հայաստանի դեմ, հաշվարկը այնտեղ է, որ իրենք մի օր բերելու են ըստ էության ներքին ընդվզման, որ խորհրդարանական ընդդիմությունը արդեն լինելով խորհրդարանում փորձելու է գեներացնել փողոցային շարժում, բերելու է անկարգությունների, բերելու է ներքին ապակայունացման իրենից բխող բոլոր հետևանքներով, ընդ որում էական չի իշխանություն կվերցնեն, թե չէ, եթե իշխանությունը ուժ կիրառի, հարվածի տակ կդնի այդ ժողովրդավարական այդ կարգախոսները եւ լեգիտիմությունը նաեւ ընդհանրապես իշխանություն։ Ես դուք լավ նկատեցիք, որ այդ հաշվարկները, որոնք կարծում եմ դրսում են արվում, հաճախ սխալ են լինում, որովհետև այդ դրսից հաշվարկող մարդիկ մեր հասարակությանը լավ չեն ճանաչում կամ ճանաչում են 90-ականներում մնացած հասարակությանը, բայց մեր հասարակությունը առաջ է գնացել եւ թրծվել է քաղաքականապես նաեւ ու այդ հաշվարկներում իրենք արդեն սխալվել են, որովհետև իրենք փորձեցին նաեւ նախընտրական շրջանում ինչ-որ այդպիսի բաներ անել եւ ամբողջ խաղադրույքը արեցին, նաև բացահայտելով իրենց շատ համախոհների կամ մարդկանց Հայաստանում գործող, բայց սխալվեցին ակնհայտորեն եւ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ իրենք սխալվեցին։ Ես վստահ եմ, եւ տեսել եք մեկ այս տարիների ընթացքում որ իրենք այդ հաշվարկներում սխալվել են, պարաբերաբար սխալվել են եւ հիմնական սխալը ինչից է եկել, որ իրենք մեր հասարակությանը ճիշտ չեն գնահատել։ Այն նարատիվները, թեզերը, որոնք այնտեղից մեթոդիկայով ուղարկվում են այստեղ ու դրանք կիրառվում են, շատ հաճախ դեպքերի 80%-ից ավելին կառավարող ուժը չի ջարդում, կոտրում, հակադարձում։ Սովորական քաղաքացիները այդ նարատիվները կոտրում հետ են ճամփում։ Այս մարդիկ մինչև այդ կոտրվածը հետ են ստանում, ասում են, այսինքն մինչև բարձրանում այդ բյուրոկրատական իրենց մեխանիզմներով նորից իրենք նոր նարատիվներ են ուղարկում, հետ են ընկնում դրա համար։ Հիմա նույնը հիմա է կատարվում, իրենք եթե հույս ունեն, որ այդ տնտեսական պատժամիջոցներով, որոնք կիրառվում են կգեներացնեն մարդկանց դժգոհությունը, որը կբերի փողոցային պայքարի ընդդիմությունն այստեղի դա կօգտագործի, էլի սխալ հաշվարկա, որովհետև նախ կառավարող ուժը փորձում է եւ ամեն ինչ անում է այդ հնարավորությունները այլ ուղղություններով բացելու կոնտեքստում, բացի դրանից փոխհատուցումների տեսքով, մինչև որ կարողանան բիզնեսը կամ գյուղացիները, ֆերմերները կարողանան ադապտանալ նոր իրավիճակներին, նոր ճանապարհներին, նոր ուղղություններին, նոր շուկաներին եւ գումարած դրան մեր հասարակության իրավագիտակցության եւ պետություն ունենալու կամքի եւ սա պաթոս չի բառեր չեն մեր ժողովուրդը 2021 թվականին եւ 2026 թվականին հստակորեն ցույց է տվել որ ինքը հավաքական իմաստով իմաստուն է
ինչքան է մեր ժողովրդին ասում են անկիրթ եւ տարբեր էպիտետներով փորձում են բնութագրել ու ինչքան էլ որ մենք համաձայնենք որ կրթական մակարդակը երկրում այն մակարդակի չի ինչքան որ մենք կցանկանայինք որ ֆունկցիոնալ գրագիտության խնդիր կայացնում բայց մարդիկ կներեք բայց ողնաշարով զգում են ինչա տեղի ունենում ու այդ պետության զգացողությունը մարդկանց մոտ այս տարի ընթացքում ձևավորվել ու մնացել է ու այդ գործիքակազմով իրենք չեն կարողանալու հաջողել եւ իսկ տնտեսական իմաստով ես նորից եմ ասում որ մեր կառավարությունը ուղիները փնտրում է եւ այդ լուծումները կտանք ու նույնը եղավ հապկի դեպքում չէ մենք տեսանք որ չարձագանքելը ոչ թե բերեց Հայաստանի մեկուսացման անվտանգային վակուումի առաջացմանն ու դա այդպես մնալով այդ վակուումը կար մենք չէինք տեսնում այդ վակուումը մենք սկսեցինք տեսնել ու լցնել հիմա նույնը տնտեսական իմաստով է հիմա ԵԱՏՄ-ի խնդիրն է հասունանում արդյոք լեգիտիմ է ԵԱՏՄ-ի այս որոշումները այս քայլերը ԵԱՏՄ անդամ Հայաստանի նկատմամբ սա կարող է բերել ԵԱՏՄ-ի ճգնաժամի այս անգամ էլ ու ես վստահ չեմ որ ԵԱՏՄ-ում կամ Ռուսաստանը գոհ կլինի իր վարած քաղաքականությունից տնտեսական պատժամիջոցներից, որովհետև Հայաստանը այդ վակուումը վստահաբար գտնելու է ինչպես լրացնել, ինչպես շուկաներ գտնել եւ լցնել։ Դուք մի քանի անգամ ընդգծեցիք, որ հաշվարկներ են արվել, որոնք սխալ են, որովհետև դրսում են արվել։ Ներքին հաշվարկային տրամաբանությամբ եկեք ընդունենք, որ երկու դեպքում էլ դուք եք սխալվել։ Առաջինը, որ ակնկալում եք կամ վստահ եք, որ ունենալու եք սահմանադրական մեծամասնություն չեղավ, երկրորդը դա չեղավ, որովհետև չէիք հաշվել կամ չէիք նկատել, թե որքան մարդը ընդհանրապես հիասթափվել քաղաքականությունից, այսինքն մարդիկ այն քանակությամբ մարդիկ, որոնք չգնացին ընտրությունների, ըստ էության բավական մեծ տոկոս է դա կազմում եւ դա ըստ էության կանխորոշեց սահմանադրական մեծամասնություն ունենալ չունենալու ձեր հարցը եւ երրորդը երևի թերևս եթե չլիներ այն հնարավոր, տեսեք ես պնդումներ չեմ անում, այն հնարավոր միջամտությունը, որ արվել էր երկրի կողմից մեր ընտրություններին 720,000 ցայն չէ, կարող է իրանք էլ այնքան չէին ստանալու, որքան իրենք են ստացել, բայց 720,000 մարդ ուղակի չէր գալու այն տրամաբանությամբ դա մեկը հաղթելու է։ Երկրորդ մասով հակառակն է ոչ թե հիասթափող դուք նշեցիք որ 720,000 մարդ քվեարկել է կառավարող ուժի օգտին, բայց նախորդ ընտրությունին 2021-ին 680,000 էր այդ թիվը։ Այսինքն ասում մարդիկ եկել են ավելի շատ, որովհետև մտավախություն ունեին, որ ինչ որ երկրորդ երկիր կարող է որոշել թե Հայաստանում ով պիտի լինի իշխանություն։ Այդպիսի ընտրողներ վստահաբար այդ ավելացած ձայների մեջ կլինեն, միանշանակ կլինեն, բայց միանշանակ պնդում անել որ բոլորն են այդպես, ես չէի շտաբի, ու չէի, հա, գործող իշխանություններից բոլորից հիասթափությունը գնալով շատանում է դա քաղաքական նորմա, չի աքսիոմա է, չի քննարկվում։ Քաղաքագիտական իմաստով հակառակը պնդել է անհեթեթ։ Այո, հետեւաբար մենք չէինք կարող այդպիսի քննադատական տալ, որ մեզանից գոհեն ու մեզանից հիասթափվողներ չեն լինելու, բայց մենք գիտեինք, նաև հաշվի էինք առնում 2021 թվականի փորձը ու գիտեինք, որ մեր հասարակությունը գնահատում է իրավիճակը այնպեսին ինչպեսին կա, այսինքն գնահատում է, որ Հայաստանը կանգնած է պատերազմի խաղաղություն ճանապարհի ընտրության առաջ եւ եթե այլ ընտրություն կատարի, փաստ չի որ այդ խաղաղությունը, որը ձեռք է բերվել, կմնա, կպահպանվի ու մարդիկ դա գիտակցեցին։ Ինչ վերաբերում է սահմանադրական մեծամասնություն ստանալուն, հենց գուցե մեր սխալը նա էր, որ մենք չէինք հաշվել, որ այդքան շատ մարդ կգա քվեարկության, ոչ թե ավելի քիչ, այլ կհիասթափվեն չեն գալ, մենք գուցե չէինք հաշվել, որ այդքան շատ կլինի մասնակցությունը, բայց հետո տեսանք, որ այդ մասնակցությունը մեր օգտին էր նաև, որովհետև 40,000 մարդ, ավել մարդ գնաց եւ քվեարկեց մեր օգտին։ Չնայած այդ մասին վարչապետը հայտարարել որ դրսից եկածների մի մասը մեզ է քվեարկելու, բայց ես չեմ պնդում որ միայն դրսից եկածներն են այդ 40,000-ը, իհարկե, այդպես չի հաստատ, որովհետև այդքան մարդ էլ չի եկել դրսից։ Այնպես որ չեմ կարծում որ մենք հաշվարկներում սխալվել ենք, մենք ասենք որ մեզ պետք է սահմանադրական մեծամասնություն, որպեսզի խաղաղությունը ինստիտուցիոնալացնելու գործում մենք ունենանք բոլոր գործիքները, գործիքակազմը ամբողջական լինի, մեզ պետք է սահմանադրական մեծամասնություն։ Չենք ասում որ վստահաբար մենք կստանանք սահմանադրական մեծամասնություն։
Լավ, դա էլ հաջորդ անգամ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Զրույցի համար հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Վոլոդիա Հակոբյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։